Պայլուս, դեկտեմբեր 1-յան ու Կիրակնորյա ջերմագին բարևներս ընդունեք հեռավոր Լապլանդիայից։ Այսօր ես տրամադրված եմ Պրադոկ շող գայիշնիկի նման։ Այսինքն իմ համար է Կորոլան Աբիդնի։ Հիմա մենք խոսելու ենք մի շատ վատ թեմայի մասին։ Այդ թեման շատ вաղուց է ազդում իմ ներվերին ու համոզված եմ ձերինին նույնպես։ Հուզում։ Մարդկա даже իրան հուզում թողնում է, ով իմանա։ Итак, сегодня настал тот час, когда мы будем разговаривать պաշտոնի չարաշահման մասին։ Ովքեր են այդ տականքները։ Ինչի համար կամ ում համար կամ մարմնի որ մասի պատերժկով են իրանք պաշտոն ստանում։ Որն է իրենց նպատակը։ Այս եւ այլ հարցերի պատասխանները այսօր կփորձենք իմանալ անտիվիրուս թոք ու ջիգար շոուի ժամանակ։ Եվ այսպես, բերեք սկզբի համար բարձենք, թե ինչու են մարդիկ պաշտոն ստանալուց հետո դառնում գազելի շոֆերի նման պրոբլեմայի։ Իմ հավաստի աղբերներից մեկը ինձ հուշեց պաշտոնի չարաշահման թեորեմը։ Պաշտոնի բարձրությունը ուղիղ համեմատական է փորի լայնության տրամագծին ու քամակի հաստության մակերեսի։ Քամակի մեծ մակերեսն էլ նշանակում է, որ ով ասես, ինչ ասես, քֆրտում է իրան աղբեր ջան։ Լավ, մեկը կա, որ առանց մախերին տալու կարող է ինձ հանգիստ բացատրել, թե ինչու են որոշ պաշտոնավորներ այդքան թարախ։ Պաշտոնը չարաշահող ինքնավստահների մի քանի տեսակ կա։ Բարկապզուկ փորավորներ, որոնք սովորաբար ունենում են հաստ ու խուճուճ ունքեր։ Բայց այդ ունքերից աղբեր ջան, իրանք ունենում են համել չկոչկած ծառոճկայի տակ։ Պետք է հասկանալ, որ այդ աթոռը հերը տիրանց տնից չի բերել։ Ու երբ որ դու վեր ես ընկած այդ անտերի վրա, պարտավոր ես քաղաքացիների հետ նորմալ խոսել։ Չեմ սիրում են անկանխատեսելիներին, ովքեր առավոտ ասեն կնիկը չի տվել, ինքն էլ դրանից թարախված եկել է գործի, մեկ էլ սկսում է մոտը եկած խեղճ ու կրակ պարավի վրա ղժղժալ, վիրավորել։ Չնայած իրան էլ է պետք հասկանալ, որովհետև եթե իրա կնիկը ինձ էլ չտար, ես էլ կգժվեի։ Սրանք են նագլի տպերն են, ովքեր գիտեն հարստանալու, հաստանալու ու հաստատնելու բոլոր ձևերը։ Հարստացման process-ը լինում է այսպես. սկզբում լցնում են իրանց, հետո մաններից թեթևակի աստարուժնի ածենկով հարստացնում ու հաստացնում են իրանց ամենափոքր 6-րդ, 7-րդ դասարանի երեխեքին։ Հետո նաև կնիկն է habırgում։ Մայրը, հայրը тоже испортится։ Սրանք իշքան հաստանում են, հետևաբար ազգս այդքան նիհարում է։ Սպունգի պես պաշտոնի կոլորյաները ներս են ծծում։ Տո թաղեմ ձեր հերը, կերակ մեզի, էլի բոլ է։ Այս պաշտոնացուցները իրենց թույն շուստրի տպերի տեղ դրած, ձերքի տակով անցնող փողերը ռուլետկա են անում։ Առանց մտածելու, որ այս երկրում պատերը մենակ ականջ չէ որ ունեն։ Տեղի պատերը համ լեզու ունեն, համ խոսում են, ու մեկ էլ հենց աղվեսն ընկավ թակարդը։ Պաշտոնը չարաշահում թողնում են տարբեր մեթոդներով։ Ոմանք դա անում են կաշառք-մաշառք գրպելով, ոմանք ուղղակի գիտեն, թե այդ պաշտոնը իրանց մորոժիտի մեջ է եղել եւ հետեւաբար անցել է իրանց, ոմանք իրենց պաշտոնը չարաշահում են մյուսներին պաշտոն ընծայելու համար, ոմանք էլ մի թեթև գործ անելու համար այնքան թուղթ հանասուկ են ուզում, որ դրանք սաղ պատրաստելու համար քեզանից պահանջվում է մի ամբողջ կյանք։ Մեղադրել չի լինի ժողովուրդ ջան, այս երկրում ապրելն այնքան որի է, որ մարդիկ հենց մի թեթև շանս են ունենում, վռազ մտածում են ուտելու ու դիզելու մասին, որովհետեւ вообще գարանտիա չունեն, թե հետագայում ինչ կլինի։ Քանի հնար կա անենքի մոմենտն է էլի։ Ու ոչ մեկ չի կարող վստահեցնել, թե ինքը ինչպիսին կլինի այդ աթոռին աղբեր ջան։ Ու вообще կարևոր չէ դա լաքած պսպղան աթոռ է թե պրաստո իշավոտնու։ Պաշտոն, ինչքան մեծ իմաստ կա այս բարի մեջ թաքնված, ինչքան կյանք ու երջանկություն կա նրանում, ինչքան անկեղծ է հնչում նա այն գրքում, որտեղ առաջին անգամ գրվել է այդ բառը։ Այդ բառը գրելուց հետո գրքամեջ են արել համ այդ բառը, համ իր նշանակությունը աղբերս։ Ախր բա որ թաղում իշքան բիսեդքում կայացած կա ուզում են դառնան պաշտոնավոր։ Հա լավ, քյարը դա հենց այդ աթոռն է ու մեկ էլ դրանից հետո ստաժը 1996-ից մինչև 2000 թվականները եղել է փթիր գյադա։ Սիրելի պաշտոնավորներ, երբեք, լսում եք, երբեք թույլ մի տվեք, որ սովորական ժողովրդին դուր չգա ձեր վարքը, որովհետև դրանից հետո դուք, նու ավելի ճիշտ դուք չէ, ձեր մամաներն ու կանայք, ապահովագրված չեն լինի հասարակ ժողովրդի սեքսի ցանկությունից։ Նու իհարկե, այդ ամենը կլինի ժողովրդի գլխում, այլ ոչ թե ռեալում, բայց դա էլ մի բան չէ։ Չնայած աղբեր ջան, ես ինչ իմանամ, կարող է ձեզ դա դուր է գալիս, նու ավելի ճիշտ ձեր կնոջը։ Մինչ մամուլին անցնելը մենք ուզում ենք եւս մեկ անգամ հիշեցնենք փոքրիկ Մարիամիկի մասին։ Ուշադրություն։ Չեմ դժգոհում, չեմ փոշմանում, որ երեխային այս ձևի տուն եմ բերել։ Ես հաշվեհամար եմ բացել երեխայի համար, ասենք ցանկացողները ոչ ստիպողականը, ոչ բանա, ցանկացողները շատ ուրախ կլեն, որ օգնեն, մանավանդ ամուսնուս կողքից չի։ Յանը մեղադրելու չկարողացավ այդ խոսքից տեսնի։ Ուզում եմ ասեմ, որ ինչ ձևի երեխա լինում, դա Աստծո պարգևն է, և չպիտի հրաժարվես երեխայից, պիտի պայքարես մինչև վերջ, որտև Աստված մեծ է լսում է մեր աղոթքները, ինքը բժշկում է, փաստ իմ երեխան, որ ասում է ինչի ապրի, բայց ինքը ապրում է, դժվարություն ունի դա կհաղթահարենք, ու հուսում եմ, որ
ստացվի էլի նկարենք, սուստամ արդեն երեխային ամբողջությամբ լավացած, որ տեսնեն, թե ինչ հրաշքներ են կատարվում։ Բոլոր երեխաներին ցանկանում եմ առողջություն, անհոգ մանկություն։ Անպայման բոլորս միասին պետք է օգնենք այս երեխային, որովհետև նա զգում է մեր կարիքը, իսկ հիմա մենք անցանք անտիմամուլ։ Անտիմամուլ, լայվ պանորամա եմ գրում է։ Հայ տրակտորիստը փորձել է բռնաբարել իր հետ նույն ֆերմայում աշխատող կտվորուհուն։ Թորգոմ Հակոբյանն ու Հայկանուշ Գևորգյանը միասին աշխատելիս են եղել Կոտայքի մարզի Աստղաբերդ կոչվող սարատեղում։ Թորգոմն աշխատել է որպես տրակտորիստ, իսկ Հայկանուշն աշխատել է կտվորուհի։ Աշխատանքային պայմաններից ելնելով ֆերմայի աշխատակիցները բնակվել են Սարում տեղակայված վագոն տնակներում։ 2012 թվականի ամռան սկզբին Թորգոմ Հակոբյանը ոգելից խմիչքի ազդեցության տակ անսպասելի ներխուժել է Հայկանուշ Գևորգյանի տնակ եւ վերջինիս կամքին հակառակ փորձել է նրա հետ սեռական հարաբերություններ ունենալ։ Կինը դիմադրել է, ինչի հետևանքով ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Թորգոմին չի հաջողվել ավարտին հասցնել հանցագործությունը։ Հարբած տղամարդուն մի կողմ հրելով Հայկանուշը սեղանին դրված թեյի բաժակով հարվածել է նրա գլխին, պատճառելով թեթև մարմնական վնասվածք, ապա փախել է, սակայն տնակի աստիճաններից ցածկելու պահին կինը վայր է ընկել կոտրելով ձախ ոտնաթաթը։ Կնոջ բղավոցներից դուրս են եկել ֆերմայի արևանությամբ բնակվող աշխատողներն ու կանխել հանցագործությունը։ Այս չոբանը ավելի ճիշտ չոբնի շունը։ Շուտով իր կաշվի վրա համապատասխան տեղում կզգա կտվորուհու չարչարանքները։ Այ տավար, դու գիտես բռնաբարության համար քեզ ինչ կանեն, ես։ Ուրեմն կգնաս բանդ, ընդեղ քեզի կբռնեն օգնություն։ Եթե ես պատմեի ողջ իրականությունը, ապա եթերի պատասխանատուները կանջատեին այն ու կմեկնաբանեին որպես սադիստամազոխիստական վանդալիստական ինչ-որ մի բան։ Այդ տրակտորը կարելի է վերցնել, տաքացնել, կլորացնել, բարակացնել ու կոխել աչքը։ Պրիտոմ աչքը փոխաբերական իմաստով։ Նյուզեմը գրում է. Մաքսային միությունում կարգելվեն ժանյակավոր կանացի վարտիկները։ Ժանյակավոր կանացի վարտիկները դա կռուժավեկով տերուսիկներն են, ժողովուրդ։ Մի խոսքով, ստեղ ասում են, որ ժանյակավոր ցանցավոր ու սինթետիկ նյութերից վարտիկները կարող են վերանալ վաճառքից 2014-ի հուլիսի 1-ից։ Գոյություն ունեցող տեխնիկական կանոնագրքի համաձայն այնպիսի նյութեր, ինչպիսիք են պոլիամիդը, նեյլոնը, պոլիեստրը, արգելվում է կիրառել վարտիկների արտադրության մեջ։ Հիմա էլ սկսեցին կանանց տերուսիկներին վայս լինել։ Ժողովուրդ, ինչու է կյանքը այսքան դաժան։ Ինչ է նշանակում չի կարելի կռուժավեկով տերուսիկ ախպեր ջան։ Պարտադիր է տոմ տոշնյա վարտուշ դի թումբանից լինի, այն որ այնքան մեծ է, որ դրանից իմ ռազմերի տղու համար ախպեր ջան, մի հատ սաղ սալամատ կոստյում դուրս կգա, զապինկեկն ու գալստուկն ու գոտին էլ հետը։ Մաքսային միությունը գայդին բան է, մտածում է կանանց մասին ու քարոզում է չտից, բամբակից ու բրդից, մենակ բան այդպես նաները։ Նու չի քարոզում, այլ ավելի ճիշտ ստիպում է։ Մի խոսքով, հարգելի կանայք, 2014 թվականի հուլիսի 1-ից մոռացեք թիթեռնիկների գոյության մասին ու համակերպեք ախպեր ջան։ Մաքսային միությունը կոպիտ ասած կիսուրություն է անում ու ստիպում է որ տակ պահեք, էլի։ Ոմանք կկարոտեն թիթեռնիկները, որովհետև այդ մի թիթեռը գիտեք ինչ հարցեր են լուծում իրենց կյանքում։ Անցանք։ Առաջին էմը գրում է Ֆրանսիան մտադիր է տուգանել տղամարդկանց մարմնավաճառների ծառայությունից օգտվելու համար։ Ֆրանսիայի խորհրդարանն այսօր քննում թողնում է մի մեծ աղմուկ բարձրացրած օրինագիծը, համաձայն որի սեքսը մարմնավաճառի հետ կհամարվի հանցագործություն։ Համաձայն ֆրանսիական օրինագծի մարմնավաճառների հետ սեքսը կպատժվի 1500 եվրո տուգանքով։ Այս հաշվարկներով ախպեր ջան, մե պուտանկեն վեր այդ թիվ գնստի։ Ուրեմնս ժամը 500 եվրո իրագինն է, մի 500 էլ ախպեր ջան կտան բանի սաունայի համար, մի 1500 էլ կտանք տուգանք, ինչքան եղավ 2.5-ից 3000 էլի մոդավոր։ Վայքու, պետությունը կոպիտ ասած սուծինորի գործ է անում։ Փողը տալիս ես ու էլի մարմնավաճառվում ես մարմնավաճառու հետ։ Պատկերացնում եք, եթե Հայաստանում նման օրենք ընդունեն, ինչ կլինի։ Ինչքան որ չոբան կա, ազաբոժքի ազդեցության տակ կընկնեն կտվորուհիների հետևից։ Բայց դե հիմա իրանց մարմնավաճառները, իրանց երկիրը, իրանց կառավարությունը, ինչ կուզեն կանեն ախպեր ջան։ Երկիր էմը գրում է Համասեռամոլները սպառնում են շքերթ կազմակերպել։ Երեկ երեկոյան մենք ազգային հայրենասիրական երիտասարդական շարժման փոխնախագահ Սևան Աղաջանյանը զրուցել է Կիրովի անվան մանկական զբոսայգում բեղմնավոր գործունեություն ծավալող համասեռամոլ մարմնավաճառներից մեկի հետ։ Կարաբին անունով մարմնավաճառը հրաժարվել է լքել Կոմայգու տարածք ասելով, թե ինքը ամսական $3000 է ըտեղից աշխատում եւ եթե Աղաջանյանը պատրաստ է իրեն այդքան գումար տալ, այլևս չի կանգնի այդ տարածքում։ Այմարդ, գեյ պարադը Հայաստանում այնքան անհավանական ու անհնար ապաստնի բան է, ոնց որ հիմա ասենք թե Սիրադեղան Վանոն օրերից մի օր տուն վերադառնա, կամ ասենք ԱԼՄ-ն վերաբացվի, Կոմայգին կազատվի մենակ այն ժամանակ, երբ Կոմայգու կանգնողներին հավասարազոր պաշտոնյաները ազատվեն իրենց պաշտոններից ու էլ չսատարեն դրանց։ Պրիտոմ չսատարեն բարիս ամենախուժան իմաստով, ժաննա է բան է։ Ամիսը $3000։ Վաու, բայց դա ոչ մի կտվորու հետևից ընկնող ազաբոչնի չոբանի թույլ չի տալիս որ սեռական արինցիրովքեն փոխեն։ Ամիսը $3000 համար դառնում եք գոմիկ, հետո էլ ասում եք դա հիվանդություն է։
Տանցի վիդեո։ Ով կարող է ասել, որ սարից կիշտից է, որ չէ, սա չէր։ Անհաղ թերոց քաջն 1000, որ մի զարգիչ արդի 1000։ Այս վիդեո ես մոտ 1.5 րոպե նայելուց հետո չգտա իր կուլմինացիոն ավարտը։ Տղան տանձիկի հանդեպ տրամադրված է բավականին թարախված։ Ես հասկացա։ Սա ատրակցիոն է, որտեղ երբ խփում ես տանձիկին, այն դմփոց է հանում։ Ու դրա համար քեզ նվեր են տալիս։ Չէ, դո չէ, հարգելի, չէ, էլի բայ։ Սա տղա է, որը քիչ հետո գնալու է բաժանաղի հետ նարդի խաղալու, որը ըստ ավանդույթի վերջանալու է տուրու դմփոցով։ Սա զոքանջ է։ Սա փեսա է, որը տրամադրվել է զոքանջի հանդեպ։ Մի խոսքով, սա տղա է, ով ձերքի տակ եղած սովորական նկարող սարքը դրել է իշավոտնուկի վրա ստատիկ ու կայֆավատ է լինում ինքնին համար։ Թե վրա։ Մի խոսքով անցանք։ Անհաջող մատուցողը, թե անհաջող խորովածը։ Դա դեռ քննարկման փուլում է, քննիչներն աշխատում են այդ մոմենտով։ Գիտես ինչ կա, ուրեմն այս աղջիկը առավոտ կանուխ զարթնել է, գնացել է Վարշավիրանոց պիպիշ լամիշ է եղել, հետո եկել է տուն, զուգվել, զարդարվել է, որ գա հարսանիք, ու դու իրա կողքից անցնելուց պարելու ժամանակ եկա 10 կիլո խոզի միսը շրջես կգլխում։ Եղոտ, խեղճը հիմա ուղեղի ցնցումի հետ մեկտեղ ինչ ասես ստացավ։ Ամոթ քեզ պարող մատուցող, որ դու մի շիշ խորովածը չես կարող ուղիղ պահես, բա դու վաղը մյուս օր ոնց ես թրաշ պահելու։ Եվ վերջում ձեր դատին եմ հանձնում պոզիտիվ մի վիդեո, շեպտացեք էլի։ Ուշադրություն, այսօր այդ անտիվիրուսում դուք կհանդիպեք մի նոր բաժին, որում կունենաք ձեր անմիջական մասնակցությունը։ Մենք այն կոչել ենք, եթե կարող ես ինքդ մեկնաբանել իմ ասածը, ապա դու ունես տաղանդ, որը թեպետև չես օգտագործել մինչ այժմ, բայց քո մեջ եղել է այն։ Պրոստը որ սիգմեքշում երկար մոմենտեր, մենք այն կոչել ենք ուղակի։ Լավ, ասեմ թե վչոմ սույց։ Ամեն հաղորդման վերջում ես կասեմ մի թերի նախադասություն, որը դուք պետք է շարունակեք։ Մեկնաբանությունները կարող եք թողնել այցելելով մեր Facebook-յան էջ այս վիդեոյի տակ, աղբեր ջան։ Ամենասրամիտ պատասխանը կամ պատասխանները մենք կընթերցենք եթերում։ Եվ այսպես ուշադրություն, նախադասությունը։ Ես ատում եմ արևը, որովհետև դե ձեզ տեսնեմ, հարգելի սրամիդներ։ Մեզ կարող է գտնել նաև պանիխիդայի ժամանակ չլացող, ներսկցող ու վատացող աղբոր նման աղբեր armgiztube.am կայքում։ Դե իսկ մեզ ուղարկվող վիդեոները պարտադիր պիտի լինեն հայկական ժողովրդական արտադրության, իսկ մելը դուք տեսնում եք ստեղ։ Ձեր տանցիվիրուսներ կհանդիպենք աղբերս։ Պատճառելով թե պատճառելով։ Այն որ այնքան վեց է, վեցը որ այնքան մեծ պետք է։ Փիղը տալիս փողը։ Ինչ կա բունի։ Փիղը ինչ կա բունի։ Երեք երեկոյան մենք ազգային հայրենասիրական արա։ Ինչ է։ Սա տղա է, որը քիչ հետո գնալու է բաժանաղի հետ նարտին որն է։ Ինչի նարտի։